Ժողովուրդ ջան, առնվազն 4 մարտ Էլեկտրոմոբայլ AM-ից, Աննա կամ Արա Խաչատրյաններից 22 եւ 23 թվականին էլեկտրոմոբիլ է պատվիրում, բայց առ այսօր այդ էլեկտրոմոբիլը չկա։ Նույնիսկ դատը շահելուց հետո փոխհատուցում կամ մասնակի կամ չկա հասարակ։ 2022 թվականին Մարտին Ղազարյանը, Սևակ Նիկողոսյանը ու Արմեն Մանուկյանը Աննա Խաչատրյանից էլեկտրոմոբայլ AM-ից ABC Holding-ից, որը այդ ժամանակվա իրենց իրավաբանական անվանումն էր, որ արդեն վերափոխվել է, էլեկտրոմոբիլ են պատվիրում ու ամիսներ անց չստանալով իրենց գնումը դատական գործ են հարուցում ABC Holding-ի դեմ ու բոլոր 3 դատական գործերով նրանք հաղթում են։ Բայց ինչ պատճառներով, հիմա չխորանանք, Մարտին Ղազարյանը առհասարակ չնայած Լիլիթ Սաղոյանի որոշմամբ դատարանը պարտավորեցրել է նրան փոխհատուցել ողջ գումարը 15 միլիոն 150 հազար դրամը եւ տուժ տուգանքները, բայց ինչ պատճառներով Մարտին Ղազարյանը առ այսօր ոչ մի կոպեկ փոխհատուցում չի ստացել։ Իսկ Սևակ Նիկողոսյանը ու Արմեն Մանուկյանը ստացել են իրենց փոխհատուցումները մասնակի։ Որից հետո 23 թվականին այս ծուղակի մեջ են գնում Հայկ Ասլանյանը, որը որ կրկին էլեկտրոմոբիլ է պատվիրում Աննա Խաչատրյանից, ահա խնդրեմ, ու կրկին իր մեքենան չստանալով ու իմանալով արդեն Սևակի, Մարտինի փորձը, որ քաղաքացիական հայց հարուցելով ոչ մի արդյունքի չես հասնի, հարուցում են նրանց քրեական գործ, նրանց դեմ քրեական գործ, հենց Արա Խաչատրյանի դեմ, որը որ այս ամենի հեղինակն է։ Մարտին Ղազարյանը եւ Սևակ Նիկողոսյանը նույնպես հարուցում են Արա Խաչատրյանի դեմ քրեական գործ։ Հիմա այդ բոլոր 3 գործերը քննության փուլում են։ Բացի դրանից, դեռ վաղ անցյալում, հեռավոր 2016-ում, այս նույն պատմությունը տեղի ունենում Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանի հետ ու մեքենան չստանալով այնուհետև ուրիշ պատմություն է տեղի ունենում այդ պատմությունից հետո, կարող է կարդալ դատավճռում, այդ 2 գործերը միավորվում են, բայց ամեն ինչ սկսվում է նորից մեքենայի առքու վաճառքից ու մեքենան չստանալով։ Փողերը գանձվում են, մեքենան չի տրամադրվում։ Դեռ 16-ում Մհեր Մակիչյանը նույնպես քրեական գործ է հարուցում Արա Խաչատրյանի դեմ ու այդ ժամանակ արդեն դատավոր Անի Դանիելյանը մեղավոր է ճանաչում Արա Խաչատրյանին ու նա ձեռք է բերում ամբաստանյալի կարգավիճակ։ Ահա խնդրեմ։ Արա Խաչատրյանին դատարանում հաղթում են փաստաբան Գնել Մուղնեցյանը, իրավաբանական անձ հանդիսացող Cargo Express-ը ու China Mall-ը։ Այդ բոլոր դատական վճռներում Արա Խաչատրյանի հիմնած ձեռնարկությունների անվանումները պարբերաբար փոխվում են Jaffa, ABC Group, ABC Holding, ինչպես նաև նա ունեցել է ABC Ani, ABC International։ Մի խոսքով, անունները իր սպաների նա հաճախ փոխում է, բայց արդյունքը մնում է անփոփոխ։ Էլեկտրոմոբիլները պատվիրվում են, բայց հաճախորդները այդ էլեկտրոմոբիլները չեն ստանում։ Ու հենց այս մեղադրանքով է արդեն Մարտին Ղազարյանը հարուցել քրեական գործ Արա Խաչատրյանի դեմ, որպեսզի քննությունը պարզի, արդյոք այստեղ կա միտում ՍՊԸ-ն բացել, գործարքը անել, գործարքից հետո փողը ստանալ, ավտոն չտրամադրել, ՍՊԸ-ն միտումնավոր տանել սնանկության ու ոչ մի փոխհատուցում չտրամադրել։ Ինչպես նաև հետքը հոդված է գրել ABC Holding-ի Արա Խաչատրյանի մասին, ահա խնդրեմ կարող եք ընթերցել հետքի հոդվածը, որտեղ կրկին ու կրկին ասվում է այն ամենի մասին, ինչի մասին ես հիմա բարձրաձայնում եմ։ Փողերը ստացվել են, էլեկտրոմոբիլները չեն տրամադրվել։ Խնդրում եմ այդ հոդվածը մինչև վերջ կարդաք ու անպայման նայեք հոդվածի տակում արձագանքած մարդկանց գրառումները, քանզի այնտեղ նույնպես դժողներ են հայտնվել Ժորժյան ու օրինակ Սոֆին ու Վիգենը պնդում են, որ իրենք կամ իրենց բարեկամները նույնպես հանդիսացել են Աննա ու Արա Խաչատրյանների զոհը։ Ինչպես նաև Խաչատրյանների ընտանիքին են պատկանում List AM կայքում Electrocars եւ Electromobile 8 տարի շուկայում էջերը, որտեղը որ նրանք կրկին վաճառում են էլեկտրոմոբիլներ ոչ իրենց անվան տակ։ Ահա խնդրեմ մի հատ լավ ուսումնասիրեք, այս բոլորը իրանք են։ Աննա եւ Արա Խաչատրյաններ։ Ինչպես նաև այս ամենից հետո Հայկը շարունակում է աղաղակել ու բարձրաձայնել այս անարդարության մասին ու ստանալով փոխհատուցման մեծ մասը, բայց չստանալով տուժերն ու ուղանքները պայմանագրով նախատեսված, որը կազմում է տարապես 4 միլիոն դրամ, նա շարունակում է պնդել եւ պահանջել պայմանագրով նախատեսված իր բոլոր փոխհատուցումը հետ։
Այդ աֆոնի վրա այս վերջերս դեկտեմբերի 30-ին կարծեմ Աննա Խաչատրյանը քաղաքացիական հայց է հարուցում ընդդեմ Հայկ Ասլանյանի եւ պահանջում է նրանից 10 միլիոն դրամ իրեն զրպարտելու եւ իր գործարարի բարի համբավի հետ խաղալու համար։ Ու վերջում ձեր ուշադրությանը ուզում ներկայացնեմ Աննա Խաչատրյանի սպառնալիքները, ումից Հայկը, Մարտինը, Սևակը, Արմենը ու ելի մարդիկ էլեկտրոմոբիլ են գնել, բայց առ այսօր այդ էլեկտրոմոբիլները չեն ստացել։ Ու հարուցված է արդեն 3 քրեական գործ ABC գրուպի կամ ABC Holding-ի սեփականատեր Արա Խաչատրյանի դեմ։ Ու մոտ ապագայում քննությունը արդեն թվակողել է ակտիվ զննման փուլ, ու մոտ ապագայում բոլոր մեղավորները պատժվելու են, բոլոր մեղավորների հետ փոխկապակցված մարդիկ պատժվելու են ու արդարությունը վերականգնվելու է, որովհետև դա անխուսափելի է։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Ուրեմն այս մարդը մեր մրցակից կազմակերպություններից է, հատուկ բացի մեր կազմակերպությունից, էլի ուրիշ կազմակերպությունների զրպարտող պարունակող համ տեքստեր հրապարակել, համ վիդեոներ, բայց մենք համ քրեականով ենք իրան դատի տվել, համ քաղաքացիականով արդեն հայցաթիմի ընդունվել է դատարան, այնպես որ շուտով ինքը նախ հերքում հրապարակող տեսանյութ կհրապարակի, բացի այդ բավականին մեծ շտրաֆ կվճարի կազմակերպության հեղինակության վրա ազդող։ Բարև ձեզ, անունս Մարտին Ղազարյան է, ուզում եմ հակիրճ ներկայացնել Electromobile AM-ից մեքենա պատվիրելու վատսական փորձս։ Electromobile AM-ի մասին իմացել եմ Facebook-ից, 2022-ին հեշտ չէր գտնել ընկերություն, որ պայմանագիր էր կնքում մեքենայի մատակարարման համար ու իրենց ընտրեցի հիմնականում հենց այդ պատճառով, որ իրենք կնքում էին։ Պայմանագիրը իրենց հետ ստորագրվել եւ կնքվել է 2022-ի նոյեմբերի 5-ին, գումարն ամբողջությամբ փոխանցվել է հենց հաջորդ օրը նոյեմբերի 6-ին, հույսով, որ այդպես ավելի շուտ կհասցնեն մեքենան, պատվիրելով արդեն իսկ պատրաստի եղածներից։ Պայմանագիրը կնքելուց 2 ամիս անց կապվել եմ, նշել եմ, որ մեքենան կուշանա չինական նոր տարու պատճառով։ Կուզենայի նշել, որ բարեխիղճ մատակարարողները տրամադրում են տեսահոլովակներ այս этаպում, ցուցադրելով ճանապարհին գտնվող մեքենան, VIN կոդը, նման ինֆորմացիա ինձ չի տրամադրվել, չնայած որ բազմիցս խնդրել ու պահանջել եմ։ Պայմանագիրը կնքելուց 4 ամիս անց, երբ անցել էր պայմանագրով նախատեսված մաքսիմալ ժամկետը, այցելեցի գրասենյակ, որտեղ Արա Խաչատրյանը ուշացումը բացատրեց չինացիների անպարտաճանաչությամբ, պայմանավորեցինք, որ կսպասեմ եւս որոշ ժամանակ, այդ պահից սկսած 3 ամիս անց, երկար ձգելուց, տանել բերելուց հետո գրեց, որ գումարն ամբողջությամբ կփոխհատուցի հնարավորինս շուտ, իր խոսքերով։ Այդ ժամանակ քաղաքացիական հայց ներկայացրինք եւ տեսնելով, որ կա մի քանի այլ տուժող, ովքեր էլի քաղաքացիական հայց էին ներկայացրել, դատաղազություն ներկայացրինք նաև հաղորդում հանցագործության մասին։ Պայմանագիրը կնքելուց ներկայությամբ անցել է ավելի քան 3 տարի եւ մինչ այժմ չի եղել ոչ մի փոխհատուցում, նույնիսկ կապել չեն հաստատում, բացատրելու թե ընդհանրապես սա ինչ էր։ Հիմիկվադրությամբ Electromobile AM-ը իր գործունեությունը շարունակում է այլ ՍՊԸ-ներով։ 23 թվականի հունվարի 5-ին պայմանագիր եմ կնքել ABC Holding ՍՊԸ-ի հետ, Volkswagen ID4 պետք է բերեին Pure Plus, կապնվել եմ Facebook-ով, Electromobile AM-ով, հետո հանդիպել ենք Արշակունյաց 3 հասցեում, Արա Խաչատրյանի հետ, պայմանագիրը տպած բերել էր, 3 օրինակով ստորագրել ենք, բայց իրենց կողմից ստորագրել էր Աննա Խաչատրյանը, տնօրենը պարզվեց իր աղջիկն է, ինքը չի։ Ես հարցրեցի ով է այդ աղջիկը, սկզբում չգիտեի, որ աղջիկն է, ասաց, որ իր աղջիկն է օգնում է բիզնես առաջ տանի, ես բան չեմ կասկածել, 30% գումարը պայմանագրի փոխանցել եմ, հենց այդ պահին պայմանագիրը լավ, նորմալ պայմանագիր էր, լավ նայել եմ, փոխադարձ պարտականություններ կար սահմանած ու չկատարելու դեպքում նաև տույժեր կար։ Մի քանի օր հետո ասաց, որ ավելի լավ մեքենա կա, բարձր կոմպլեկտացիայով, կարծեմ Pro։ Մնացած 70%-ը փոխանցեմ ու $1000 կանխիկ տամ, դա բերի,
ասացի, որ այդ $1000 կամ պետքա պայմանագրում մտցնենք, նոր պայմանագիր կնքենք, ինքը չհամաձայնվեց, ասաց ավելի լավ է ես մեքենան կբերեմ, դու վերջում այդ $1000 կավելացնես։ Ասացի, լավ, այդ 70%-ը փոխանցել եմ, այսինքն ընդհանուր 100% ստացվում է փոխանցել եմ ու սպասում էի, որ եթե բարձր կոմպլեկտացիան բերի, ուրեմն $1000 ավել վերջում ավելացնելու էի։ Դե ասել են, որ VIN կոդ ուղարկի եւ այլն, խոստացավ կուղարկի, բայց ընդհանրապես ոչ մի բան մինչև հիմա չի ուղարկել։ Շատ անգամներ ասել են, որ նկարներով VIN կոդ ուղարկի, ասում եմ, սա լավ է, մի անհանգստացի, բայց այդպես էլ ընդհանրապես չի ուղարկել։ 3 ամիս գործարքից հետո արդեն անցել էր, ժամկետները արդեն սպառվում էին, ասացի, sense ոնց կլինի, կամ VIN կոդ ուղարկի մեքենան օրը եւ այլն, մի հատ VIN կոդ ուղարկեց, բայց կոնտեյների, այդ կոնտեյները բացեցի, գնում էր դեպի Փոթի, սկզբում ինքը ասում էր, որ Դուբայով է բերվելու, բայց հետո ասում էր, թե օրիգինալ փաստաթղթեր են ուզում եւ այլն խնդիր կա, դրա համար Փոթիով են բերում, այդ իմ համար շատ կասկածել էր օրիգինալը որն է, օրիգինալ փաստաթղթերով պիտի բերեին, ուրիշ ոնց պիտի բերեին։ Դե մտածեցի, որ ուղղակի ժամկետներն են խախտելու, ոչ թե ընդհանրապես չեն բերելու։ Դրանից 2 ամիս հետո կոնտեյները հասավ Փոթի, իրանք սոցիալական էջերում էլ գցել էին, որ ավտոներ են հասել, բայց իմ ավտոն չկար։ Զանգեցի, անընդհատ խուսափում էր պատասխանելուց, ազիվ մի անգամ պատասխանեց, ասաց ավտոն Վրաստանում է, ոչ մի խնդիր չկա, սպասում ենք էվակուատորը գա, որ բերի։ Դե մի 10 օր հետո էլի զանգում եմ, էլի խուսափում անջատում է եւ այլն չի պատասխանում նորմալ, հետո ասում է թե խնդիր կա, բայց դες լուրջ խնդիր չի, կլուծի կբերի ավտոն։ 24 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներն են, մինչև այդ ընդհանրապես կապ չի եղել Արայի հետ ու ընդհանրապես ոչ մի կոպեկ էլ չի վերադարձրել մինչև այդ, որ Facebook-ում տեսա Դավիթի post-ը, որտեղ նշած էր, որ շշուկներ կան, որ էլեկտրոմոբիլի ԵՄ որոշ ավտոներ չի բերել, նշել էր կամ ապացույցներ տվեք, կամ էլ տես լուրեր մի տարածեք, post-ի տակ ապացույցներով իմ դեպքը ներկայացրեցի, շատ հստակ էր էլի։ Հենց հաջորդ օրը դի շատ անհանգստացրել էր Արային եկավ, բա մենք արդեն գումար ունենք, պատրաստ ենք փոխանցել բան, բայց կապ չունեմ ես այդ ՍՊ-ի հետ, այդպես էր ասում, պետք է առանձին պայմանագիր կնքենք, որ կարողանամ փոխանցեմ։ Ես ասացի առանձին պայմանագրի իմաստը որն է, մի հատ կա, նա կատարեք, երկրորդը եք ուզում, հետո որ իրավաբանի հետ խոսացի, պարզ եղավ, որտես հարաբերությունների նորացում է լինում ու այդպես կարելի է շրջանցել քրեական հետապնդումից։ Հետո դիմել ենք հետքեմ լրատվականին, շատ լավ լուսաբանեց կատարվածը, մենակ իդեպ ես չեմ դուժող, առնվազն 3 դուժող կա։ Դրանից հետո առանձանգեց, ասաց, որ Աննայի անունից կսկսեն գումարները փոխանցել, շուտ կփակվեն, 2 փոխանցում արեցին ու էլի կորան։ Հետո ահագին ժամանակ էլի անցնում է, ասում եմ ինչ եղավ, հետո գումարի էլի որոշ մաս փոխանցում են, ու ստացվում է, որ մայր գումարի մեծ մասը փոխանցում են, բայց ոչ ամբողջը, բայց դե ես որ ասացի, որ ամբողջ պայմանագիրը պետք է կատարեն, ու նաև դուրս-տուգանքները հրաժարվեցին ընդհանրապես, չնայած մինչև այդ նա ասել էր, որ դուրս-տուգանքներով ամեն ինչով իրանք պետք է փակվեն, ու նույնպես է ստացվում, որ մայր գումարի պոչիկն էլ չփոխանցեցին։ Իմ մոտեցումը շատ հստակ է, իրանք պետք է փոխանցեն պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը, ինչի մասին քննիչներին եւս տեղյակ կպահեմ, հետո քննությամբ կորոշվի ով է մեղավոր, ինչ չափով։ Ես ավել բան երբեք չեմ ուզել, հստակ ասել եմ, որ մենակ պայմանագրի կատարումն է պետք, չնայած ես վարկ եմ վերցրել, տոկոս եմ տվել, իրավաբան եմ վարձել, այդ գումարները չեմ ուզում, չնայած դատարանով նաև նախատեսվում է։